հետևում ենք ձեր պայքարին եւ այստեղ գալուց առաջ հիշում ենք, որ ընդամենը 3 տարի առաջ հենց այս նույն օրերին այն բանից հետո, երբ որ հնչեցվեց, որ Արցախի կարգավիճակի նշաձող պետք է իջեցնել եւ այլն, մենք էլ իլանք փողոց պայքարեցինք 100,000-ավոր մեր հայրենակիցների հետ եւ այն մարդկանց թվին ենք պատկանում, ում համար Արցախի էջը փակված չի, ում համար պայքարը ձեր իրավունքների, մեր հայրենակիցների համար պայքարը մեզ համար էլ սրբազան խաչ է եւ այսօր նաեւ ձեզ հետ ենք քննարկելու, հասկանալու մենք որպես անհատ քաղաքացիներ, որպես քաղաքական միավոր, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ինչպես կարող ենք իրար օգնել, որովհետեւ մարդիկ ենք, ովքեր ես մի փոքր պատմեմ կուսակցության վերջին 5 տարիների ակտիվությունը, հայրենի կուսակցությունը 20 թվականին փաստացի իր գործունեությունը ծավալել է երկու հիմնական արժեքի շուրջ։ Դա անվտանգության եւ Արցախյան հարցի երկու կարևոր հիմնախնդիրներ են եղել։ Այսօր էլ դրանք շարունակվում են, Արցախը այս պահին հայաթափված է, բայց ես վստահ եմ, որ այն պայքարը, որ 100,000-ավոր մեր հայերի համար դա արժեք է, բարձրագույն արժեք է, Արցախի վերադարձի իրավունքը, Արցախահայի վերադարձի իրավունքը, նորից ինքնորոշման պայքարը, նորից Ղարաբաղյան շարժումը վերաբորբոքելը, սա մենք այդպես ենք մտածում։ Մենք այդպես ենք մտածում, որ Արցախը մեզ համար այն կարևոր ինքնության հենասյունն է, որի վրա ձևավորվել է եւ երրորդ հանրապետությունը, եւ մի ողջ սերունդ։ Մեր հայրերը, մեր տարեկիցները ազատագրել են առաջին պատերազմում, այրուն են թափվել, ես համարում եմ, որ դա հանուն ոչնչի չի եղել, դա հանուն մեր ինքնության է եղել, հանուն նրա եղել, որ հայը արժանապատիվ իր հայրենիքում ապրի։ Արցախը մեզ համար սրբագործված հայրենիքի մի կտոր է։ Մենք այդպես ենք մտածում եւ մեր ուժերի ներածին չափով այս 5 տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք եւ քաղաքական դաշտում ենք եղել եւ բոլոր բնակավարներում ենք եղել։ Ես անձամբ գիտությունների դոկտոր պրոֆեսոր եմ, բայց զենքը ձեռքից ես իմ արտք իմ հայրենիքի արչեւ կատարել եմ եւ Արցախյան Սուրբ Հողի համար իմ հարյուրավոր ընկերների զինակիցների հետ նաեւ այդ գոյապայքարին ենք մասնակցել։ Մենք այդպես ենք կարծում։ Պահանջագրի բոլոր կետերը մեզ համար խորքային ընդունելի են եւ իհարկե սկսած քաղաքական իրավունքներից վերջացրած սոցիալական հիմնահարցեր շատ կարեւոր է եւ սխալվում են այն մարդիկ, ովքեր ձեր պայքարը փորձում են միայն ստամոքսի կամ փողի պայքարի վերածել, չկա այդպիսի բան հարգելիներս։ Շատ ծանր օրեր ենք ապրում ձեզ հետ միասին եւ այն ատելության խոսքը, որ այսօր քարոզվում է տարբեր լրատվամիջոցներով մեզ համար դատապարտելի անընդունելի է։ 30 տարի շարունակ Արցախը ունեցել է պետականության ինստիտուտներ։ Դա բոլորի աչքի առջև է եղել, ժողովուրդ ջան։ Հիմա եկել են մարդիկ, ովքեր ասում են, որ Արցախը արդեն դրա մասին էջը փակված է, չկա այդպեսի բան։ Կարևոր է այդ հարցը, որ դուք բարձրացնում եք Արցախի պետականության ինստիտուտների շարունակությունը։ Շարունակականությունը պետք է ապահովել։ Ձեր մեր իրավունքների համար, պայքարի համար պետք է սուբյեկտ, այդ իրավատերը պետք է լինեն կառույցներ, որոնք ի պաշտոնե պետք է այդ շահերը առաջ տանեն։ Սա սկզբունքային շատ կարևոր հարց։ Հայաստանում արցախցիներին պահելը շատ կարևոր, ոչ թե միայն բարոյական հարց է, դա, այսինքն մոր ու զավակի փոխհարաբերությունները, եթե Մայր Հայաստանը իր աչքի առջև իր որդուն էթնիկական զտման է ենթարկում ու մայրը ծնողը ոչ մի գործ չի անում, նա մայր կոչվելու իրավունք չունի, հա, ես այդպես եմ մտածում, այդպես ենք մենք մեր թիմով առաջնորդվում, հա, սա է հիմնական մեր շատ հակիրճ, հա, նախաբանի խոսքը, որ պատրաստվում ենք այսօր ձեզ հետ միասին կիսել, խելքի տանք հասկանանք, թե էլ ինչով կարող ենք ձեզ սատար կանգնել, օժանդակել, որ պայքարը ձայնը ավելի լսելի լինի, նախ այս վրանից պետքա ձայնը շատ ավելի լսելի լինի, վստահ եմ 100,000-ավոր հայեր այսօր սիրտը բաբախում է նաև այս հրապարակում, հա, ես այդպես եմ կարծում, խնդրեմ ընկերներ։